Առաջին ալիքի ուղիղ եթերում առավոտ լուսոն է, մենք աշխատում ենք մայրաքաղաքի Երևանից, մեր սիրելի քաղաքից, որը վերջին տարիներին շատ է փոխվում եւ մեր քաղաքում փոխվում են նաեւ երթևեկության կանոնները, փողոցները դառնում են միակողմանի եւ այս ամենը ունի մեկ նպատակ՝ հնարավորինս բեռնաթափել կենտրոնը, մեր քաղաքը եւ թեթևացնել խցանումները։ Ստացվում է սա արդյոք, թե ոչ, արդյունավետ է թե ոչ, կքննարկենք մեր հյուրի հետ առաջիկա րոպեներին։ Մեր տաղավարում է Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Վազգեն Հարությունյանը, ողջույն։ Բարև պարոն Հարությունյան, շնորհակալ ենք, որ օրը մեզ հետ եք սկսում։ Շնորհակալ։ Առանց խցանումների եք հասել, վստահաբար, որովհետև չեք ուշացել։ Միգուցե։ Իսկ եթե փորձենք մտածել, մեր քաղաքը նախատեսված եղել է երբևէ այսքան մեքենաների համար, թե դրանք չափից դուրս շատ են։ Իհարկե ոչ, որովհետև տրանսպորտային միջոցների թվի էական աճը ցույց է տալիս, որ ճանապարհային ցանցը թողունակությունը չի բավարարում սպասարկելու նշված քանակին։ Եթե թվային արտահայտությամբ ներկայացնեմ, Երևան քաղաքում գրանցված ավելի քան մոտ 350,000 տրանսպորտային միջոց է առկա, իսկ Հայաստանի Հանրապետությունում 950,000 եւ բացի այդ 350,000-ից յուրաքանչյուր օր մոտակա մարզերից նույնպես տրանսպորտային միջոցներ ուղևորվում են Երևան քաղաք եւ տեսանելի է դառնում հիմնական պատճառը խցանումների, որ օրվա աշխատանքային ժամի ավարտի տեսնում ենք, որ բոլոր այդ տրանսպորտային միջոցները դառնում են երթևեկության մասնակից եւ երթևեկության հոսքերը դանդաղում են։ Սա կարևորագույն պատճառներից մեկն է այն պատկերի, որը ունենք։ Ինչպես արդեն զրույցի սկզբում Համլետը նշեց, վերջին շրջանում հաճախ խոսվում է այն մասին, որ կան մայրաքաղաքում փողոցներ, որոնք դառնում են միակողմանի, արդյոք այս փոփոխություններից որևէ մեկը փողոցներից արդեն տվել է իր արդյունքը, թեթևացնելով կամ կարգավորելով տվյալ հատվածում երթևեկությունը։ Ես անդրադարձ արեցի հիմնական պատճառին, բայց խցանումների եւ երթևեկության հոսքերի դանդաղումները ոչ միայն դրանով են պայմանավորված, քանի որ ոչ միշտ է, որ պիկ ժամին են դանդաղում եւ դրանք բազմաթիվ են եւ բազմազան կարող եմ նշել, օրինակ ճանապարհատրանսպորտային պատահարները, երթևեկության կանոնների չպահպանելը, վարորդների կողմից երկրորդ երթևեկելի գոտում կանգառ կատարելը կամ այն հատվածում, որտեղ կանգառ կայանում արգելված է տրանսպորտային միջոցի կայանել, սրանք բազմաթիվ են եւ նախորդ տարի մի շարք փողոցներում եւ խաչմերուկներում իրականացվեց երթևեկության կազմակերպման փոփոխությունները, որոնց հիմնական նպատակը հենց միտված էր տվյալ կետային լուծումներով ճանապարհատրանսպորտային երթևեկության անընդհատությունը ապահովելու համար եւ ինչպես դուք նշեցիք, միակողմ փողոցներ, երթևեկության կազմակերպման փոփոխություններ տարբեր խաչմերուկներում, սրանք հենց միտված էին կետային լուծումներով տվյալ հատվածներում երթևեկության անընդհատությունը ապահովել։ Արդյունավետ են եղել այս փոփոխությունները, եթե փորձենք ամփոփել։ Եթե թվային արտահայտություններով նայենք, իրականացվում է երկու կերպ եւ մշտադիտարկման արդյունքում ֆիզիկապես մարդկանց եւ տեսալուսանկարող սարքերի արդյունքները եւ ինչպես նաեւ մեր գործընկերների հետ, որոնց հավելվածները հիմնականում քաղաքացիների կողմից օգտագործվում են եւ որոնց հավելվածներին են հղում արվում խցանումների բալային ցուցանիշները ցուցադրելու համար կամ պատկերը արտահայտելու համար, տվյալ հավելվածները պահպանում են նաեւ վիճակագրական տվյալներ վերջին տարիների եւ մենք շատ անգամ հարցում ենք անում իրենցից ստանալու տվյալ դրան նախորդող ժամանակահատվածում եւ փոփոխությունը կատարելուց հետո ժամանակահատվածում դանդաղեցման առավելագույն ցուցիչների կամ միջինացված ցուցիչների վերաբերյալ օրվա տարբեր ժամերին փոփոխությունները կատարելուց առաջ եւ հետո եւ պատկերը այնպեսին է, որ եթե խոսքը գնում է միակողմ փողոցներում, այո, այդտեղ պատկերը դրականը բավականին մեծ, երթևեկության միջին արագությունը բարձրացել է, երթևեկության հոսքերի անընդհատությունը ապահովել են եւ որոշ փողոցներում էլ պայմանավորված ավտոբուսային գծերի ներդրմամբ եւ երթևեկության կազմակերպման մի շարք փոփոխություններով այդտեղ այդ հատվածում բացասական արդյունք չունենք, բայց դրական ունենք այնքանով, որ ներդրվել է ավտոբուսի առանձնացված գոտի եւ հասարակական տրանսպորտը ունի առավելություն երթևեկության այլ մասնակիցների նկատմամբ եւ երթևեկում է ավելի անխոչնդոտ։
Կարող ենք նաև ասել, որ հասարակական տրանսպորտին տալով այս առավելությունը եւս մեկ անգամ հորդորում ենք քաղաքացիներին օգտվել հենց հասարակական տրանսպորտից, փոխարենը կզբաղեցնենք մեր մեքենայով այն տեղը, որը եւս մեկ անգամ խցանման պատճառ գուցե դառնա։ Ես ավելի գլոբալ պատասխանեմ այդ հարցին։ Նախորդ տարվա համեմատ 2024-25 թվականների համեմատականով Երևան քաղաքում գրանցված տրանսպորտային միջոցների քանակը աճել է ավելի քան 15,000-ով։ Եվ սա մտահոգիչ ցուցանիշ է, եւ այս ցուցանիշը անընդհատ շարունակվում է։ Եվ ինչպես նշեցի, քանի որ փողոցային ցանցի թողունակությունը գնալով չի բավարարում, աշխարհում բոլոր երկրներում եւ մայրաքաղաքները այս խնդրին բախվել են։ Եվ կա հստակ լուծում այս հարցի շուրջ։ Խնդիրը հետեւյալում է կայանում, հարցի լուծման բանալին հետեւյալում է կայանում, որ պետք է զարգացնել կայուն շարժունակությունը։ Հիմա ավելի մանրամասն ներկայացնեմ, սա ինչը որպես երթադիտողի համար ավելի հասանելի լինի մտքերը։ Տեսեք, երթեկցության մասնակիցների մեջ առաջնահերթություններ պետք է տալ, եւ առաջնահերթը պետք է լինի հետիոտնը։ Դրանից հետո այլընտրանքային տրանսպորտային միջոցները, հեծանիվներ, ինքնակլդորներ, դրանից հետո հաջորդականությամբ դա հասարակական տրանսպորտն է, հասարակական տրանսպորտից հետո տաքսիներն են եւ նոր անձնական օգտագործման տրանսպորտային միջոցները։ Եվ ընդհանուր գաղափարը բոլոր վարորդները տխրեցին հենց հիմա, ովքեր որ ունեն անձնական մեքենաներ։ Ինչու են իրենք վերջին տեղում։ Հիմա պատկերը արտահայտեմ ավելի հստակ։ Տեսեք, Երևան քաղաքում երթեկցության մեջ կա օրական մոտ 350,000 տրանսպորտային միջոց։ Հասարակական տրանսպորտից օրական օգտվում է նույնքան ուղևոր։ 350,000 ուղևորին սպասարկում է օրական դուրս է գալիս երթուղի 800 տրանսպորտային միջոց։ Այսինքն 800 տրանսպորտային միջոց ինքնին բավարար է 350,000 ուղևորի սպասարկելու համար։ Եվ եթե տրանսպորտի տեսակների դերը բարձրացնում ենք ընդհանուր տրանսպորտի համատեքստում, մասնավորապես հասարակական տրանսպորտ, հեծանվային, ինքնակլդորներ, ոտքով քայլելը, պատկերը ամբողջությամբ փոխվում է եւ անձնական օգտագործման ավտոմեքենայից որպեսի քաղաքացուն տեղափոխենք դեպի հանրային տրանսպորտ կամ տրանսպորտի այլ տեսակներ, դրա համար պետք են սահմանափակումներ։ Այսինքն անձնական ավտոմեքենայից օգտվելը պետք է լինի ոչ գրավիչ, իսկ հասարակական տրանսպորտից օգտվելը պետք է լինի ավելի հարմարավետ, ավելի արագ եւ ավելի գրավիչ, որպեսզի կարողանանք տեղափոխել։ Եվ դրանով է հենց պայմանավորված Երևան քաղաքում մի շարք երթևեկության կազմակերպման փոփոխություններ, որոնք այս տարի նույնպես տեսանելի են լինելու։ Մասնավորապես ավտոբուսային առանձնացված գոտիների ընդլայնումը շարունակվելու է, հասարակական տրանսպորտի շարժակազմի արդիականացումը շարունակվելու է։ Ներկայումս մենք սպասում ենք 45 նոր տրոլեյբուսի մատակարարում, արդեն պայմանագիրը կնքված է, կանխավճարը արված է։ Հույսով ենք պայմանագրով սահմանված ժամկետներում մատակարար կազմակերպությունը կմատակարարի, որի արդյունքում կունենանք հետևյալը. Երևան քաղաքում այլևս չենք ունենա հին հնամաշ տրոլեյբուսներ եւ ամբողջ շարժակազմը կփոխարինվի նոր, արդի, ինքնաշխատ, առանց վպակային ցանցի երթևեկող տրոլեյբուսներ, որը կբարձրացնի սպասարկման որակը եւ ավտոբուսային առանձնացված գծերի ներդրման շարունակականությունը ինքնին նույնպես կավելացնի սպասարկման որակը եւ այսպես քայլերով սպասարկման որակը բարձրացնելով անձնական ավտոմեքենայից օգտվողը երթևեկելով պայմանական Երևան քաղաքի փոքր կենտրոն բախվելու է մի շարք խնդիրներին տրանսպորտային միջոցը որտեղ կայանան երթևեկելու ժամանակ խցանումները ավելին են լինելու քան հասարակական տրանսպորտն օգտվում, որտեղ հասարակական տրանսպորտը ունի առաջնահերթություն եւ երթևեկում է առանձին երթևեկելի գոտով անխոչնդոտ եւ արդյունքում ունենալու ենք այն պատկերը, որ անձնական ավտոմեքենայից օգտվելուց դուք նպատակին կամ նշանակետին հասնելու եք ավելի դանդաղ, քան հասարակական տրանսպորտից օգտվելուց։ Եվ դա աշխարհի փորձն է ցույց տալի երկարաժամկետում բերում է նրան, որ շատ անգամ ուղևորությունը պլանավորելուց քաղաքացիները ընտրում են այլ տիպի տրանսպորտի տեսակներից, քան անձնական ավտոմեքենայից օգտվելը։ Լավ է, սա թե վատ հարցի մյուս կողմն է։ Թե ամեն դեպքում սա դրական Սա ուղիղ ազդեցություն է ունենալու երկարաժամկետում խցանումների եւ երթևեկության հոսքերի անդադության վրա։ Սա աշխարհի փորձն է։
Նշեցիք նաև, որ այն նույն գաղափարը, որը ունեինք նախորդ տարվա ընթացքում, փողոցները դարձնել միակողմանի տրանսպորտային միջոցներին հասարակական հատուկ առանձին գիծ տրամադրելը շարունակվելու է նաև այս տարի։ Կարող ենք նշել, թե միայն կենտրոնում է դա լինելու, փոքր եւ մեծ կենտրոնում, թե նաև մյուս շրջաններում վարչական եւս։ Ոչ, գործողություններ կատարվելու են ամբողջ Երևան քաղաքում, մասնավորապես ավտոբուսային առանձնացած գոտիները պլանավորվում է այս տարի իրականացնել Արաբկիր, Նորնորք վարչական շրջաններում, այսինքն Նորնորք վարչական շրջանից ավտոբուսի առանձնացված գոտին Արաբկիր վարչական շրջանով անցնելու է Ռուբինյանց, Դավիթ Անհախտ, Կոմիտաս պողոտաներով, դա այս տարվա ծրագրերում է, ինչպես նաև նույնպես ծրագրերում կա մի շարք փողոցներ, որոնք երթևեկության կազմակերպման փոփոխություններ են պլանավորվում, մասնավորապես դիտարկվում է միակողմ երթևեկություն կազմակերպել, մի շարք խաչմերուկներում նույնպես երթևեկության կազմակերպման փոփոխություններ, ինչպես նաև մի շարք փողոցներում կայանման արգելք, կանգառ միգուցե կիրառվի երթևեկության հոսքերի անընդհատությունը ապահովելու համար, այսինքն այս ամբողջ փոփոխությունները պլանավորված է այս տարի մեծ աշխատանք նույնպես կանելու։ Եվ այս փոփոխությունների հիմնական նպատակը, ինչպես նշեցի, հասարակական տրանսպորտի աշխատանքի եւ ծառայության որակի բարձրացումն է։ Պարոն Հարությունյան, այս փոփոխությունները պլանավորելիս դուք պլանավորում եք երկարաժամկետ, այսինքն օրինակ կա արդեն պատկեր, թե Երևան քաղաքը երթևեկության տեսանկյունից ամբողջական ինչ փոփոխությունների ենթարկվելու եւ վերջում ինչ պատկեր եք ունենալու, թե անում եք քայլ առ քայլ, նաեւ դիտարկելով ամեն հաջորդ փոփոխության ազդեցությունը։ Ընդհանուր պատկերը կա, ընդհանուր պատկերը, ինչպես նշեցի, դա այլընտրանքային տրանսպորտային միջոցների զարգացումն է, այսինքն Երևան քաղաքում այնպիսի երթևեկության կազմակերպման փոփոխություններ պետք է իրականացվեն, պլանավորվում է իրականացնել, որ այլընտրանքային տրանսպորտը զարգանա եւ հասարակական տրանսպորտից օգտվելը դառնա ավելի գրավիչ կամ այլ դա մոտիվացիան է, այսինքն վերջնական նպատակը։ Նպատակ ընդհանուր գաղափարախոսությունը, իսկ փոփոխությունները արվում է փուլային եղանակով, որովհետեւ բոլորս հասկանում ենք, որ եթե մենք վաղը ամբողջ Երևան քաղաքում բոլոր փողոցներում ներդնենք ավտոբուսային գծեր, մի շարք վարորդների մոտ առաջանալու է խնդիր, որտեղ յուրաքանչյուր ավտոբուսային գծի ներդնումը ինքնին ենթադրում է երթևեկության կազմակերպման մի շարք փոփոխություններ, մասնավորապես ինչ որ միտեղ ցախ շրջադարձն արգելվում, ինչ որ միտեղ աճ շրջադարձը, օրինակներ եմ բերում, եւ ամբողջական փոփոխությունը, քանի որ մեր մոտ սովորություն կա, մենք հիշողության ուժով ենք շատ անգամ երթևեկում, վարում տրանսպորտային միջոց եւ շատ անգամ չենք նայում ճանապարհային նշաններին եւ նմանատիպ մեծ փոփոխությունը կարող է բարդություններ առաջացնել։ Դրա համար մենք դա իրագործում ենք փուլային եղանակով, բացի դրանից անկեղծ լինենք, ավտոբուսային գծերը նոր մշակույթ են մեր քաղաքում, ինչպես նաեւ առաջիկայում պլանավորում ենք հեծանվային առանձին ուղիներ ներդնել, որը էլ ավելի նոր երևույթ է եւ գաղափար, եւ դրանք փուլային եղանակով ներդնելը փորձում է ադապտացնել հասարակությանը տվյալ իրավիճակին, որպես ինչպես նաև որոշների մոտ հետաքրքրություն է առաջանում, սա ինչ նոր բան է, միգուցե ես հույսով եմ, որ հեծանվային ուղիների գծը առանձնացված գոտիների ներդրումը կբերի հասարակության մեջ նաև այդ մշակույթի զարգացումը, որ կարճ ճանապարհները անցնելիս օգտվեն ինքնակլդորներից կամ անձնական հեծանիվներից։ Իրականում ճիշտ նշեցիք, որ շատ վարորդներ երբեմն այդ բնազդաբար վարելով չեն հետևում նշաններին եւ սկզբում խոճապ է շատ-շատերի մոտ առաջանում եւ սա կանխելու համար փոփոխություններից առաջ ինչպիսի տեղեկատվական արշավ է նախապատրաստվում, որպեսզի վարորդները անգամ հետիոտները իմանան, թե որ փողոցում ինչ պետք է սպասել, ինչպիսի փոփոխություններ պետք է տեղի ունենան եւ ինչպիսին է եղել արձագանքը արդեն տեղի ունեցած փոփոխություններից։ Երթևեկության կազմակերպման յուրաքանչյուր փոփոխություն, որը պլանավորվում եւ իրագործվում է, օրենքով սահմանված կարգով իրազեկվում է հանրությանը, մասնավորապես Երևանի քաղաքապետարանը իր պաշտոնական էջում եւ լրատվական կայքերի միջոցով այդ փոփոխությունները բոլորը տարածում են եւ փոփոխության մասին տեղեկությունը տարածվում է մինչև կատարվելը եւ առնվազն 3 օր առաջ, որ տվյալ խաչմերուկում, տվյալ փողոցում պլանավորվում է իրականացնել նմանատիպ փոփոխություններ, շատ անգամ նաեւ տրամադրվում է ճանապարհային երթևեկության նոր սխեման, հնի հետ համեմատականով, որպեսզի տեսանելի լինի։ Իհարկե, խոշոր փոփոխությունները ցույց են տալիս, որ
որոշ չափով ժամանակահատված է պետք, առնվազն 1 ամիս, մինչև վարորդները ընտելանան այս նոր խաղի կանոններին, որտեղ հիմնական պատճառը, ինչպես նշեցի, նորից կրկնվեմ, հետևյալն է, որ գրեթե տարիներ շարունակ նույն փողոցով, նույն ճանապարհով անցնելիս, այնուհետև ուշադրությունը սկսում է չդարձվել ճանապարհային երթևեկության նշաններին եւ սկսում է վարորդը վարել հիշողության ուժով։ Եվ փոփոխությունները անելուց հետո շատ անգամ չեն հետևում իրազեկմանը եւ արդեն տեսնելով, որ ինչ որ երթևեկելու ժամանակ մի բան այն չէ, սկսում են ուշադրություն դարձնել նոր ճանապարհային նշաններին եւ սկսում են զարմանք առաջանել սկզբի շրջանում, այնուհետեւ 1 ամսվա ընթացքում դա ադապտացվում է եւ երթևեկության կանոնները սկսում են պահպանվել։ Հիանալի է։ Հուսանք, որ այն բոլոր փոփոխությունները, որը արդեն տեղի են ունեցել եւ որոնք սպասվում են, մայրաքաղաքը իսկապես կդարձնի այն հիանալի վայրը տրանսպորտային առումով, որ չեն լինի շատ խցանումներ, թող միայն աշխատանքային ժամերին լինեն, այն էլ փոքրաթիվ փողոցներում եւ կունենանք այնպիսի տեղաշարժման հնարավորություն նույն հասարակական տրանսպորտի օգնությամբ, որ այլևս որևէ խնդիրներ չեն լինի որևէ կողմից։ Հուսանք։ Շնորհակալություն, պարոն Հարությունյան, որ օրը մեզ հետ սկսեցիք, իսկ մենք շարունակում ենք Առավոտ լուսան։